Հացնում, որ կարա լինի կիրակի, լինի եկեղեցում ծառայություն և ես չլինեմ եկեղեցում։ Դա միայն այն պատճառով չի, որ ես եկեղեցու հովիվ եմ դրա համար։ Այդպես է 31 տարի արդեն։ Չեմ կարող հիշել որևէ դեպք, որ կիրակի օրը ես եկեղեցում եղած չլինեմ, անկախ ամեն ինչից։ Այդքան կարևոր է եկեղեցում լինելը կիրակի օրը, բայց մի տեսակ հենց հիվանդության պես բան կա, որ մարդիկ մատերի արանքով են նայում, Սարո եղբայր, եկեղեցում լինելը դա իսկապես կարևոր է, հոգևոր հաղորդակցությունը, սուրբերի հաղորդակցություն իրար հետ շատ կարևոր է։ Շնորհակալ եմ Հովիվ Սարո եղբայր ջան, այս հրավերի համար այստեղ լինելու պատիվը այս բեմից ձեզ ծառայելու և բաժնեկցելու Տիրոջ խոսքը։ Ամեն, Աստված օրհնի ձեզ, կխնդրեմ, որ ուշադրությամբ լսես, կխնդրեմ, որ քո անձին ասես ես լսելու եմ։ Որտև առաջին մարդը, որ քեզ կարող է խանգարել ու դու չլսես, դա դու ես։ Քեզ չեն խոսացնելու խանգարեն, քո մտքերն են փախնելու, որ չլսեն։ Քո մտքերն են կենտրոնանալու ուրիշ բաների վրա, ուրիշ բանը ստեղ նստած ես, բայց տունը ուրիշ գործ ես անում, ուրիշ տեղ ուրիշ բան ես անում եւ դա խանգարում է քեզ լսելու համար։ Դա համար կարևոր է, որ դու քո անձի հետ խոսաս։ Մի հատ քեզ ասա, ես իմ անունը տալիս եմ, ասում եմ, Արսեն, դու պիտի լսես այսօր։ Քեզ դիր քո առաջ ու քո հետ խոսա, ասա դու պիտի լսես, որտեվ դա կարևոր է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ես հիշեցի փառաբանության մասին մի բան, Սարո եղբայր, դուք որ խոսում էիք, որ գալիս ենք Աստծո տունը, պիտի փառաբանենք, ամեն։ Տիրոջը եւ շատերս ձանձրանում ենք շատ ժամանակ, չէ՞, սենց մեկը 5-րդ րոպեից է հոգնում, մեկը 10-րդ, մեկը ընդհանրապես հոգնած է փառաբանության համար մեկը, բայց ես գործ կառաքելոցից մի դրվագ հիշեցի, Սարո եղբայր, որ երբ որ Պողոս առաքյալը Եփեսոսում քարոզում էր, ավետարանում էր, իրան բռնեցին եւ իրան դեմ մի հատ մեծ մասա հելավ Պողոս առաքյալի դեմ եւ ասում էին, որ սա մեր մեծ Աստված Արտեմիսին կպել է, իրան բաներ ասել, հիշում եք պատմությունը, կարդում ենք, չէ՞, ավետարանը, ամեն։ Եվ իրան ուզում էին դատապարտեին, թե իբր, որ ինքը Եփեսոսի գլխավոր Աստված կոչվող, ճակերտավոր Աստված կոչվող Արտեմիսին ինչ-որ վատ բաներ ասել, որտեվ մեծ բաներ, մոտավորապես 35 մետր բարձրություն ուներ Արտեմիսի արձանը Եփեսոսում եւ բոլորը պաշտում էին եւ կային մարդիկ, որ այդ փոքր արձանիկներ էին սարքում, ձուլում էին պղնձից, ինչ որ բաներից սարքում էին եւ վաճառում էին ժողովրդի վրա եւ դրանով փող էին աշխատում։ Երբ որ Պողոս առաքյալը սկսավ Եփեսոսում քարոզել, մարդիկ սկսեցին հավատալ կենթանի Հիսուս Քրիստոսին, այլևս արձանիկներ չէին առնում, բիզնեսին կպել էր եւ բիզնեսի տերերը որոշեցին Պողոս առաքյալին դատի տալ կամ հեռացնել քաղաքից, որտեղ ասեցին, որ մեր շահի աղբյուրին կպնում է։ Էլ բա ոնց ենք ապրելու, էլ արձանիկը լավ չի ծախվում, կուռքը լավ չի ծախվում, եւ այդպես մեղադրանք ներկայացրեցին եւ հետաքրքիր մի բան կա գրած, այդ ժամանակ ըստ պատմության Եփեսոս քաղաքը ուներ մոտավորապես 50,000 բնակչություն, որտեղ որ Պողոս առաքյալը քարոզում էր։ Օրինակ Գլենդելը մոտ 200,000 է բնակչությունը։ Եփեսոսը ես մի քիչ պատմությունից լավ եմ, աշխարհագրությունից դրա համար գիտեմ։ Եփեսոս այդ ժամանակ 50,000 բնակչություն ուներ, պատկերացրեք, ասում է Սուրբ Գիրքն ասում է 19-րդ գլխում է գրած Գործ կառաքելոցի, ասում է եւ ամբողջ քաղաքը եկավ հավաքվավ թատրոնի մոտ, Եփեսոսն այնքան զարգացած էր, որ թատրոնի շենք ուներ այն ժամանակ։ Եկան հավաքվան, ասում է թատրոնի մոտ եւ ասում է 2 ժամի չափ, Սարո եղբայր, չէ, 2 ժամի չափ, ասում է միաձայն աղաղակում էին ու ասում էին մեծ է եփեսացիների Արտեմիսը։ Ես ինձ անկեղծ եմ ասում, երբ որ ես սա կարդացել եմ, ինձ բացվել է, հասկացել եմ, ինձ հարց եմ տվել, ասում եմ Տեր Աստված, այս մարդիկ իրանց կուրքին 2 ժամ անդադար փառաբանության խոսքեր են ասում ու աղաղակում են, կուրքին, որ մի հատ ոչնչություն է, հետևը դևա կանգնած։ Ասում եմ մենք հավատացյալներս կարանք 2 ժամ Հիսուսին փառաբանենք միաձայն առանց դադարի։ Հասկանում եք համեմատությունը։ Կուրքին 2 ժամ մարդիկ կուրքին, որ Աստված չի, 0 է, կարող ես այսպես ոտով խփել, փշրվի գնա, որ ոչնչություն է, բայց իրանց հավատը այդ կուրքի նկատմամբ այնքան ուժեղ էր, որ իրանք 2 ժամ փառաբանում էին Արտեմիսին միաձայն առանց դադարի, բայց մենք հավատացյալներս կարող ենք
5 րոպեից հոգնել, 3 րոպեից հոգնել, այսօր հավես չկա, վաղը կերկեմ, վաղը հավես չկա, մյուս օրը կփառաբանեմ, այն մյուս օրը էսես կա, չէ սիրելիներ, թող Աստված մեր մեջ բարձրացնի երկրպագու լինելու հասկացողությունը։ Մենք ոչ միայն երկրպագում ենք, այլ մենք պետքա լինենք երկրպագու ամեն տեղ, ամեն վայրկյան, ամեն րոպե, մենք, ես ու դու Հիսուս Քրիստոսի երկրպագուն ենք, անկախ նրանից դու մեքենայի ղեկին ես, տունը գործ ես անում, աշխատանքի վայրում ես, ուրիշ երկրում ես, թե չէ, դու երկրպագու ես Հիսուս Քրիստոսին, քո սիրտը երկրպագուի դիրք պիտի ունենա Հիսուսի առաջ, որ երբ որ պետք լինի կանգնես, ոչ թե մի ժամ, ոչ թե 2 ժամ, այլ ամբողջ կյանքում փառաբանելու Հիսուսին ասելու, ես նրա երկրպագուն եմ, Արտեմիսը ով է, ոչնչություն է, նրան 2 ժամ փառաբանում են, ես իմ Հիսուսին պետք է 10 ժամ փառաբանեմ, ամեն, հասկանում ենք իրար, այսօր որոշել եմ խոսել Հիսուսին հետևելու մասին, ինչի չեմ խոսում հավատալու մասին, որտեղ բոլորս հավատում ենք, ինչու չեմ խոսում, որ օրինակի համար եկեղեցի գալու մասին, որտեղ գալիս ենք եկեղեցի ինչ-որ չափով, բայց Հիսուսը այսպես բան կա գրած ավետարանում, ասում է Հիսուսը իրան փարիսեցիներին, ովքեր իրան չէին հավատում, իրանց ասեց հավատացեք ինձ, որ ես եմ, հետո ասում է շուռ եկավ իրան հավատացող հրեաներին ասեց դուք էլ հավատարիմ մնացեք, այսինքն Հիսուսը ամեն մեկին ըստ իրա բան ունի ասելու, ամեն, իմանայք, պատկերացրիք ինչ եմ ասում, չհավատացողներին ասում է հավատացեք ինձ, հավատացածներին արդեն ովքեր հավատում են, մեզ հավատացյալներից, ասում է հավատարիմ մնացեք ինձ ու ինձ հետևեք, հիմա Հիսուս այսօր մենք ստեղ կարիք չունենք նոր Հիսուսին հավատալու, մենք Հիսուսին հավատում ենք, ամեն, մենք կարիք ունենք Հիսուսին հավատարիմ մնալու և Հիսուսին հետևելու, հետևորդ դառնալու, մենք դրա կարիք ունենք, ամեն, Եթե դու մի հատ հավատացել ես Հիսուսին ընդունել ես, էլ դու կարիք չունես հավատաս, որ Հիսուսն Աստծո որդին է։ Դու դա ունես արդեն։ Դու ու ես կարիք ունենք Հիսուսին հետևորդ դառնալ, որտեղ մեր համար Հիսուսի խոսքն է սա։ Արսեն, դու պետք է իմ հետևորդը դառնաս։ Դու պետք է հետևես ինձ, դու պետք է գաս իմ ետևից։ Դու ինձ պետք է հավատարիմ մնաս։ Ամեն։ Հավատարիմ։ Մի հատ ասա հավատարիմ։ Այս բառը անգլերեն գիտեն, faithful-ն է, չէ՞, Սարո եղբայր։ Մենք պիտի հավատարիմ մնանք Տիրոջը, ամեն։ Մի օր մի մարդ, մի հատ շատ հարուստ, այդպես է գրում Սուրբ Գիրքը, շատ հարուստ մարդ մոտեցավ Հիսուսին ու ասեց. «Բարի վարդապետ, ինչ գործ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիշում եք այդ խոսքը։ Ծանոթ է, չէ՞։ Ասում է Հիսուսը իրան ասեց. Ինչու ես ինձ բարի ասում, բարին միայն Աստված է։ Գիտեք, շատ ժամանակ մենք, եթե պատմությունը չուսումնասիրենք կամ հունարեն որոշ բառերի չտիրապետենք, որտեղ նոր կտակարանը հունարեն է գրվել։ Մեզ թվում է, շատերիս թվում է, որ Հիսուսը իրան ասում է ես բարի չեմ, քեզ ինձ ասում բարի։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Կարծես շարադրվածքի մեջ այսպես է, Հիսուսն ասում է ինչու ես ինձ ասում բարի, բարին միայն Աստված է։ Բայց Հիսուսը չի ասում ինձ մի ասա բարի։ Բնագրում եւ հայերեն լուրջ քերականության մեջ այդպես է։ Հիսուսն իրան ասում է քո ինձ բարի ասելու պատճառը ո՞րն է, դու ինձ ինչի համար ես բարի ասում, ոչ թե ասում մի ասա բարի։ Հասկացաք, ասում բարին միայն Աստված է, հունարեն բառերը տարբեր են։ Հեսա կգանք իսկական տեղը։ Հունարենում բարի բառը բնութագրող երկու բառ կա։ Մեկը կալոսն է, մեկը ագատոս է։ Հունարեն բառեր են։ Կալոս բառը նշանակում է արտաքինից բարի։ Օրինակ, դուք հիմա տեսնում եք, ես շատ լավ բարի տղա եմ։ Այսպես, ժպտացող, չէ՞։ Սա, եթե դուք ուզենաք ինձ նկարագրեք, ասեք, Արսենը այնց կալոս տղա է։ Բարի է, այսինքն արտաքինից բարի երևաց։ Իսկ ագատոսը նշանակում է ներսով, էությամբ բարի։ Պատկերացնում եք տարբերությունը։ Հիմա, այս պատանի հարուստ, այս հարուստ մարդը, որ Հիսուսին ասում է, ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ, ամեն, Հիսուսը իրան ասում է, ինչու ես ինձ ասում բարի, բայց նայեք, ինչ ի նկատի ունի Հիսուսը։ Ասում է, դու, որ ինձ ասում ես բարի, այս մարդը Հիսուսին դիմել է ագատոս բառով, որը վերաբերվում է էությամբ բարի, որը իրանք օգտագործում էին միայն Աստծուն դիմելու պարագայում։ Կարող է իմ հայերենը մի քիչ բարդ է, Սարո եղբայր, թե հասկանալի է։ Նրանք
Ագատոսը դիմում էին մենակ Աստծուն, ագատոս բառով, որտեվ հավատում էին մենակ էությամբ բարի Աստված է։ Մարդը էությամբ չար է, մինչև չի հանդիպում Աստծուն փոխվում։ Ամեն։ Հիմա Հիսուս այս մարդուն ոչ թե ասում է ինչու ես ինձ ասում բարի, այսինքն ես բարի չեմ, ինձ մի ասա, այլ ինքը էսենց ասում ես մարդուն, ասում է դու հայտնություն ունես, որ ես Աստված եմ։ Դու ինձ դիմում ես ագատոս բառով, որը մենակ Աստծուն է վերաբերվում։ Դու հայտնություն ունես, որ ես Աստված եմ, դրա համար ես ինձ ասում ագատոս, թե ուղղակի տենում ես, որ բարի գործեր եմ անում, դրա համար ես ասում։ Ո՞րն է քեզ ինձ բարի ասելու պատճառը։ Մի հատ ասա հա, հասկանում եմ։ Ամեն։ Պարզ եմ ասում, հիմա տեսեք։ Սրանից հետո իրանց մեջ խոսակցություն բռնկվավ։ Սկսվավ խոսակցություն իրանց մեջ։ Ասեց պատվիրանքները պահի։ Ասեց որը։ Ես պատմում եմ ուղղակի պատմությունը։ Հիմա տեսեք։ Հիսուսը ինչ ասեց այս մարդ, եկեք նայենք հերթով պատվիրանքներին։ Կոնկրետ գրած շեշտված։ Հիսուսը այս հարուստ մարդուն ասում է, որ պատվիրանքները պահի։ Մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր, սուտ մի խոսա, հորն ու մորդ պատվիր, սիրիր ընկերոջդ քո անձի պես։ 6 պատվիրան է շեշտում Հիսուսը այս հարուստ մարդու հետ երկխոսության ժամանակ։ Այս մարդը ասում է մանկությունից ի վեր պահել եմ դրանք, չես արո եղբայր, օգնիր ինձ։ Այս մարդը ասում է այս մանկությունից ի վեր դրանք պահել եմ։ Հիսուսը չի ասում չէ խաբում ես։ Ամեն։ Հիմա այս 6 պատվիրանքների մեջ այս հարուստ մարդը որ պահել է, սրանց այս պատվիրանքների պահելու ոչ մեկը Աստծո հետ կապ չունի։ Բոլորը մարդ հարաբերության մեջ է տեղավորվում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ամեն։ Հիմա մի սպանիր, մարդ հարաբերություն է, մի շնացիր, մարդ հարաբերություն է, սուտ մի խոսա, մարդ հարաբերություն է, հորն ու մորդ պատվիր, մարդ հարաբերություն է, էս մի արա, այն մի արա, մարդ հարաբերություն է։ Այսինքն Հիսուսը այլ լեզվով այս հարուստ մարդուն, որը պարծենում էր իր մանկությունից ի վեր պահելով պատվիրաններով, Հիսուսը այլ լեզվով այս մարդուն ասում է, ճիշտ ես ասում, դու պահել ես սրանք, բայց դու իմ հետ կապ չունես, դու մարդ Աստված հարաբերության մեջ կապ չունես, օրինակ, քո համար այն չի, որ առաջի պատվիրանը, որը սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, մտքով ու զորությամբ, դու դա չես պահել։ Քեզ համար կուռքեր չշինես, դու դա չես պահել։ Լավ եմ ասում, հասկանալի է։ Ամեն։ Իմ անունը պարապտեղ բերանը չառնես, դու դա չես պահել։ Իմ հանգստության օրը պահիր, դու դա չես պահել։ 10 պատվիրանքներից առաջի 4-ը վերաբերվում է մարդ Աստված հարաբերությանը, երկրորդ 6-ը, 4-ին գումարած 6-10, մարդ Աստված հարաբերությանը։ Այս երիտասարդ հարուստի եւ Հիսուսի զրույցի ժամանակ այս մարդը իր բերանով ասում է, որ ես այդ պատվիրանքները պահել եմ, ուրիշ պատվիրանք չեմ պահել, այսինքն ես Աստծո հետ հարաբերություն չունեմ, ուղղակի քաղաքավարի տղա եմ, լավ տղա եմ, երեխա ժամանակից լսել եմ, որ այդպես պատվիրանքներ կա, ես էլ պահել եմ այդ պատվիրանքները կամ փորձել եմ պահել, որտեվ Հիսուսն իրան չի ասում, սուտ ես ասում, դու չես պահել դրանք։ Ամեն։ Հիսուսն ասում է քեզի մի բան կա պակաս։ Գնա ունեցածը ծախիր եւ դարձիր ինձ հետևորդ։ Ինչի մասին ենք այսօր խոսում, հետևել Հիսուսին, դրա համար եմ ասում, Հիսուսին հետևելու մասին։ Հիմա ամեն մեկս էլ կարող է, գիտեք աշխարհում ինչքան մարդիկ կան, ովքեր ֆիզիկապես իրանց ստիպում են, զոռում են, մեր լեզվով ասած, կամ կարողանում են պահել մարդ հարաբերությունների քաղաքավարի տեսանկյունը։ Հասկանալի եմ ասում։ Չի շնանում, իր կնոջը չի դավաճանում։ Մարդկանց չի խաբում, իր հորնումորը պատվում է, գողություն չի անում, չկան սենց մարդիկ կան, որ իրանք ֆիզիկապես ուղղակի դե ֆակտո որպես գործողություն, իրանք չեն անում այդպես բան, բայց նրանք Աստծո հետ կապ չունեն, այս մարդը հավիտենական կյանքի համար Հիսուսին հարց է տվել, Հիսուսն իրան ասում է, դու միջև իմ հետ հարաբերություն չունենաս,
Դու չես կարող հավիտենական կյանք ունենալ։ Միչև դու ես չգամ քո կյանքի մեջ, դու չես կարող հավիտենական կյանք ունենալ, բայց քեզ ինձ որպես Աստված ունենալու համար, ընդունելու համար առաջին տեղում, քեզ էտա պակաս, բայց քո ունեցածը քեզ խանգարում է, որ դու դա դնես մի կողմ, ես նստեմ քո սրտի գահին, որովհետև քո սրտի գահին քո ունեցվածքն է նստած։ Դա է քո Աստվածը։ Դու ուրիշ Աստված ունես, դու իմ հետ հարաբերություն չունես։ Դրա համար գնա հարցեր լուծիր կենթանի Աստծո հետ։ Հասկանալի եմ ասում։ Ամեն մի հատ ասա Արսեն եղբայր, ես քեզ հասկանում եմ։ Ես մի քիչ այտենց խոսացող եմ, որտեղ էլ ծառայում, ասում եմ մի հատ ասեք, որ ես հասկանալի եմ, այդ ինձ քաջալերում է։ Մանավանդ որ լսարանը անծանոթ է, ուզում եմ հասկանամ, ես հասկանալի եմ թե չէ, դրա համար։ Հիմա ինչ ասեց այս տղան, սիրելիներ։ Նայեք բառերին, ասեց մանկությունից ի վեր պահել եմ։ Հունարեն տեքստում կամ հայերեն ամենալավ թարգմանության մեջ այլ լեզվով ասած Հիսուսը որ իրան չպատասխանեց, այսինքն չհերքեց իրան, որ դու սուտ ես ասում, մանկություն բառի վրա Հիսուսն էս է իրան բացատրում, որ այն պատվիրանքները, որ դու պահել ես, դրանք հոգևոր հավատքի մանուկ հասակի բան է, չիմանաս դու մեծ բան ես անում։ Դու մանկական բան ես, հոգևոր ես, մանուկ ես, երեխա ես, լավ աճած չես հոգևոր կյանքի մեջ։ Դու մանուկի պատվիրան ես պահում, չպարծենաս դրան, դա երեխեքն էլ են կարում պահեն։ Էդ է ասում Հիսուսը այս մարդուն։ Հիմա ես ինձ հարց տվեցի սա, այն ժամանակ, հիմա էլ ձեզ եմ ուզում հարցնեմ։ Ես այս մի 5-6 պատվիրանը զորով ստիպելով ինձ կամ մեկ-մեկ խախտելով, երբ որ կարում եմ պահեմ, արդյոք սրանով ինձ համարում եմ, որ ես աճած հոգևոր եմ եւ ես Հիսուսի հետևորդ եմ։ Իմանաք, եթե մենք այս 5-6 պատվիրանը պահում ենք ու դրանով համարում ենք, որ մենք լուրջ հոգևոր մարդ ենք, նայեք, պիտի պահենք այս պատվիրանները, իհարկե պիտի պահենք, ամեն, բայց եթե ես այս 5-6 պատվիրանը պահելով եմ, ինձ համարում հոգևոր լուրջ աճած մարդ, Հիսուսն ասում է, դա մանուկի գործ է։ Դա փոքրիկ գործ է։ Դու պետքա աճես, բայց ոնց աճեմ, դու պետքա թողնես քեզ խանգարող բաները, ինձ ընդունես իմ հետ հարաբերության մեջ մտնես, նոր դրանից հետո դառնաս իմ հետևորդը։ Հասկանալի եմ ասում, ասա ամեն։ Ամեն։ Պատվիրանքների պահելը այս 5-6 երեխու գործ է, սիրելիներ։ Մենք չպիտի պարծենանք, դրա համար ասում եմ, աշխարհի մեջ էլ լիքը մարդիկ կան, ովքեր իրանց ստիպելով պահում են էդի։ Հավատացյալներիս մեջ էլ մարդիկ կան, ովքեր իրանց ստիպելով պահում են այդ 5-6 քաղաքավարի պատվիրանները, որ կա։ Մեկը մի հատ վախի ազդեցության տակ, մեկը կնոջից է վախենում, մեկը ամուսնուց է վախենում, մեկը ուրիշ մեկից, ինչ բան ճնշումների տակ մեզ ստիպելով պահում ենք այդ պատվիրանները, լավ ենք անում, որ պահում ենք, բայց սա հարաբերություն չի Աստծո հետ։ Աստված հարաբերություն է ուզում։ Այս 6 պատվիրանքներից ոչ մեկը Հիսուսի հետ հարաբերություն չունի։ Ամեն։ Հիսուսի հետ հարաբերություն ունի, երբ որ սիրում եմ քեզ իմ ամբողջ հոգով, մտքով եւ զորությամբ եւ իմ ունեցածը 0 է դրա մոտ դեր։ Մի հատ ասա ամեն։ Ամեն։ Հիմա ուզում ենք որ մենք աճենք։ Աստված ասում է Արսեն ջան, եթե դու իմ վրա եմ ասում, որ դու քեզ ված չզգաս։ Արսեն ջան, եթե դու գտնվում ես հոգևոր մանուկ հասակում, քո հոգևորությունը հիմնված է 5-6 պատվիրան պահելու վրա։ Ես այսօր ուզում եմ ձեռքիցդ բռնեմ քեզ, տեղափոխեմ պատանեկություն, որը Միքայել ավելի առաջ է։ Եթե դու այսօր գտնվում ես հոգևոր պատանեկան տարիքում, մի քիչ իմ հետ հարաբերվում ես, ուզում եմ քեզ ձեռիցդ բռնեմ, քաշեմ մի հատ ձեր ասած ուրիշ լեվելի վրա, մի հատ երիտասարդական լեվել, չէ՞ ճիշտ ասեմ, երիտասարդ լեվելի վրա։ Եթե դու ուրիշ տեղ ես, ուզում եմ, այսինքն անընդհատ դու աճելու տեղ ունես, դու անընդհատ ինձ հետևելու եւ հետևոր դառնալու տեղ ունես։ Ես ուզում եմ քեզ քաշեմ այսօր մանկությունից։ Ես ուզում եմ այսօր քեզ բարձրացնեմ պատանեկությունից։ Ուզում եմ քեզ տանեմ ծեր հոգևոր, որ ասես ես լուրջ հոգևոր եմ, Աստծո հետ խորը մեծ հարաբերությունների մեջ եմ։ Աստված սա է ուզում, Աստված մենակ չի ուզում, որ մենք մի քանի պատվիրան պահելով դառնանք Հիսուսի հետևորդը։ Աստվածաշունչն ասում է, չէ՞ Սարո եղբայր, ասում է այս մարդը տրտմած գնաց։ Կարող է այսօր ես էլ դու էլ տրտմած գնանք ստեղից Արսենի խոսքից, որտեվ Արսենը քարոզում է ավետարանից, իր խոսքը չի քարոզում։ Ամեն, Հիսուսի խոսքն է։ Կարող է ես ու դու էլ այսօր տրտմած գնանք, մի բան կպնի մեզ, այս եղբայրը ինչ էր ասում, 13000 կիլոմետր եկել է, այդ ինչ էր խոսում այսօր։
Ոնց թե բան դառնամ Հիսուսի հետևորդ, բայ իմ սիրելի բաներ, բայ իմ կարողա տրտմես։ Պողոս առաքյալը կասեր, ես ուրախ եմ, որ ձեզ տրտմեցրել եմ Աստծո ուզած տրտմությունով, որը ձեզ հետո կտանի ապաշխարության։ Ամեն, հասկանում ենք իրար Կորինթացիների մեջ։ Հիմա լավ է, որ եթե մենք այսօր ունենք ուրիշ մեկը, որ մեր համար պաշտամունքի հասած է, որ մենք Աստծո հետ հարաբերության մեջ չենք, ուրիշ բանի հետևից ենք։ Հասկանում ենք իրար, լավ է, որ մենք այսի հետո կարողանանք թողնենք այսօր եւ Հիսուսին դնենք մեր կյանքի ամենաառաջի տեղում։ Եսայի մարգարեության մեջ մի հատ խոսք կա, սիրելիներ, Աստված խոսում է Իսրայել ժողովրդի հետ, նույն Աստվածն է 5 տակարան Իսրայել ժողովուրդը այսօրվա ամբողջ աշխարհի հավատացյալներս ենք, մենք ենք, Աստծո ընտրված կանչված մարդիկ ամեն, ասում է քո գինին ջուր է խառնվե։ Գիտեք դա ինչ է։ Գինին ինքը ազնվազարմ է, գինին ինքը աստվածային մի բան է Աստվածաշնչի մեջ, մաքուր, անաղարտ եւ այլն։ Հիմա, բայց Սուրբ Գիրքն ասում է, որ Եհովան է խոսում, ասում է քո գինին ջուր է խառնվե Իսրայել, այսինքն դու մաքուր էիր, ես քեզ կանչեցի, մաքրեցի, սրբեցի, բայց դու ընթացքում թույլ տվեցիր, որ քո գինին օտար բան խառնվի։ Ջուրը ստեղ խանգարող հանգամանք, այսինքն մաքրությունդ, պարզությունդ, սրբությունդ, արդարությունդ վնասվել է։ Ճիշտ ապրելդ վնասվել է, որտեվ աշխարհային բաներ թողեցիր եկավ քո կյանքի մեջ։ Դու պետքա մաքրվես, դու պետքա զտվես, դա պետք է հասկանալ եմ, ասում պետքա հեռացնես դա քո կյանքից։ Ամեն։ Հասկանում ենք իրար, մի հատ էլ ասա ամեն։ Ղուկաս ավետա, եթե այսքան հասկացել ենք, այս պատանին տրտմած գնաց, ասում է, որովհետև շատ հարուստ էր։ Այսինքն մի բան, որը խանգարեց այս մարդուն Հիսուսի հետևորդ լինելը։ Մի բան, որը խանգարեց այս մարդուն Հիսուսին դնել իր կյանքի առաջին տեղում։ Ինքը չկարեցավ փոխվել։ Հետո էլ չենք կարդում այս մարդու մասին ինչ եղավ իր հետ։ Բայց ինքը հանդիպեց կենթանի Աստծուն դեմ առ դեմ, բայց ընտրեց հարստության Աստծուն, որտեվ շատ ուներ, որտեվ սիրտը կապված էր, որտեվ Աստծո հետ հարաբերություն չուներ։ Աստված պաշտությունը հասկանում էր մի քանի մանկական պատվիրանքներ պահելով։ Բայց Աստված արի քեզ տեղափոխեմ ուրիշ տեղ, այս մարդը չուզեց, բայց ես ուզում եմ։ Դու էլ ես ուզում, Աստված մեզ տեղափոխի ուրիշ լեվելի վրա։ Ամեն։ Ղուկաս 9-րդ գլխում 57-ից 62 խոսքերում ընկած հատվածի մեջ մի հետաքրքիր պատմություն կա, որ Հիսուսը խոսում է 3 մարդու հետ։ Ես իմ կոչումով ուսուցիչ եմ, դրա համար Աստվածաշնչից հաշվում եմ, քանի մարդու հետ է խոսած է։ Դա իմ ներսից ինձ ստիպում է, որ ես տենց կարդամ Աստվածաշունչը։ Ստորակետը տենում եմ, միջակետը տենում եմ, ամեն բան տենում եմ, որ կարդում եմ, չեմ ասում հասկանում եմ ամեն ինչը, չէ, երբեք, քավլիցի, բայց տենում եմ, բառը ինչա գրած, դες ուշադիր կարդացող եմ, էլի ուզում եմ ասեմ։ Այս 6 խոսքի մեջ Հիսուսը 3 մարդու հետ է զրուցում, ամեն մեկի հետ 2 խոսք։ Ամեն, ուրեմն 57-58 խոսքում խոսում է մի մարդու հետ Հիսուսը, բայց զրույցը սկսում է այս մարդը, ուշադիր լսեք։ Ասում է մի մարդ Հիսուսին ասեց. Քո ետևից կգամ ուր որ գնաս։ Հեչ եղել է սենց Աստծուն ասես, ես ասել եմ։ Ասել ես, չէ՞։ Տեր ուր տանես կգամ, Տեր ինչ ասես կանեմ, չէ՞։ Ես իրան ասել եմ, Տեր ուր տանես կգամ։ Հիմա այդ ասելու պահին ինչքան եմ հասկացել, ինչքան չեմ հասկացել, սա այլ հարց է։ Որ սենց կարող եմ մեծամտածած եմ ասել, սենց Սուրբ Հոգուն սենց այցելելա ինձ լավ եմ զգացել, ոգևորված ասել եմ, Տեր ուր տանես կգամ։ Չէ՞, մեր ասելն էլ այլ հարց է, իրականությունը այլ հարց է։ Շատ ժամանակ մեր կյանքի լիքը բաներ իրականությանը չի համապատասխանում, բայց մեր Աստված իրականության Աստված է։ Ամեն։ Տեսեք, այս մարդը, նա Հիսուս այս մարդու բան չի ասել։ Այս մարդը ինքն իրան որոշում է ինչ որ բան ասել Հիսուսին, ու ասում է ուր եթաս հետևիցդ կգամ։ Տեսեք, Հիսուս իրան ինչա պատասխանում, ասում է աղվեսները որջեր ունեն, չէ՞, Սարո եղբայր ջան, թռչունները բույներ ունեն, բայց մարդի որդին իր գլուխը դնելու տեղ չունի։ Եկեք նայենք Հիսուսը ինչա պատասխանում այս մարդուն։ Գիտեք Հիսուսը այս մարդուն մերկացնում է։ Հիսուսը այս մարդուն ներսի ստերը լրիվ բռնում անմադուս։ Հիմա ինչա նշանակում աղվեսները որջեր ունեն։ Աղվեսը մենք գիտեք, որ ինքը խորամանկության սիմվոլն է, չէ՞։
Ավետարանում էլ է այդպես։ Ցույց եմ տալու։ Ավետարանում էլ է այդպես։ Ինքը խորամանկության, այսինքն դիմակա, ներսը ուրիշ բան է, արտաքնից ուրիշ բան է ցույց տալիս։ Դա աղվես է, որ այսինքն մեր սրտի մեջ ասում Հիսուսը։ Թրջունները այն մտքերն են, որոնք օրեկան մի միլիոնատ միտք մեր գլխի մեջ թրջում է, այդում գալիս է, ու մենք այդ վատ մտքերին ընդունում ենք։ Հիսուսը այդ է ասում։ Իմանայք, Հիսուսը այս մարդուն փաստացի ասում է, քո սրտի մեջ բոլոր տեսակի խորամանկությունները, խաբեբայությունները քո սրտի մեջ տեղ ունեն, դրանք ապրում են։ Քո սրտի մեջ, քո սիրտը իրանց համար բնակարան է։ Քո միտքը թրջունների, վատ մտքերի, պիղծ մտքերի, սուտ խաբեբա մտքերի բնակարանն է, անդադ թռնում գնում գալիս են։ Դու այդպես է քո ներսը։ Դու ո՞նց ես ինձ ասում, որտեղ գնաս, հետևիցդ գալու եմ։ Քո սիրտը այնքան լիքն է աղվեսությունով, որ քո սրտի մեջ սկի իմ գլուխը դնելու համար այսքան տեղ չկա, ինչ կինո ես պատմում, ասում ես որտեղ ես հետևիցդ գալու եմ։ Հասկանում ենք իրար, բարդ եմ խոսում, Սարո եղբայր, ինձ օգնի էլի խնդրում եմ։ Այն օր մեկ ասում էր, որ դուք շատ լավ ավետարան գիտեք, դրա համար անդադ ձեզ դիմում եմ, էլի, որ ինձ օգնեք, Սարո եղբայր, դրա համար։ Կներեք, ես ուղղակի այտենց է իմ քարոզչական մեթոդը այտենց է։ Հիմա Հիսուսն ասում է քո սրտի մեջ այսքան տեղ չկա, որ ես իմ գլուխը դնեմ։ Դու ինչ ես ստից ասում, որտեղ գնաս հետևիցդ գալու եմ։ Միտքը թրջունների բնակարան է։ Աշխարհային ինչքան մտքեր կա, օրեկան մի միլիոնատ մտքիդ մեջ թրջում աստանով կա, ստոպ են անում, կանգնում են, գնում գալիս են, ինչ ես ասում, ես քո հետևից կգամ, դու դերասանություն ես անում, դու կեղծավորություն ես անում, որ ասում ես, ես քո հետևից կգամ, այս մարդը գնաց, էլ մենք այս մարդուն չենք տնում։ Հիմա ես անկեղծ եմ ասում, Սարո եղբայր, Աստծուն հարց եմ տվել սա ես ժամանակին, ասել եմ, Տեր Աստված, ես հիմա աղոթում եմ քեզ, ես հիմա ծառայում եմ քեզ, եթե դու էլ խոսաս անենց, ոնց որ այս մարդու հետ խոսացիր։ Ինչ կասես տենաս, են մի հատ խոսք ունենք է, յարաբ, ընձի ինչ կասես դու Տեր Աստված։ Այս մարդուն ասիր դու աղվես ես, խաբեբա ես, միտքդ էլ աշխարհային բաների կանգառա, պահեստա։ Ինչ միտք գալիս է ընդունում ես։ Եթե իմ հետ պարզ հիմա Սարո եղբայրենց եկեղեցում հիմա խոսաս, ինչ կասես Արսեն, ինչ ես դերասանություն անում։ Անկեղծ հենց եկել եմ Աստծո, հասկանում ենք քեզ էլ ուղղում եմ, որ դու էլ կարողանաս այտենց գալ Աստծո առաջ աղոթել, ասես Տեր, եթե իմ հետ խոսաս, եթե իմ աղոթքին ուզենաս իրականությամբ խոսալով պատասխանը, որտեղ քանի որ Աստված չի պատասխանը, մենք մեր համար այսենց օքեյ մարդիկ ենք։ Բայց հենց որ Աստված սկսում է խոսալ, տենում ենք չէ։ Գիտեք, երբ որ Պողոս առաքյալը ուզեցավ որ ընկել էին կղզի, հիշում եք, չէ՞։ Երբ որ կրակ էին վառե, հիշում եք այդ կրակը, որ մի հատ օձ հելավ։ Ակերետ է կղզում։ Երբ որ Պողոս առաքյալն էլ ուզեցավ այդ կրակի վրա մի հատ փայտ գցի, մի հատ օձ հելավ իր ձեռը բռնած։ Գիտեք դա ինչ օձ էր։ Մեր համար դա ինչ է նշանակում։ Այդ կրակը Սուրբ Հոգու կրակն է։ Քանի Սուրբ Հոգու կրակը մեր կյանքի մեջ չի թեժացել, ուժեղացել, մենք մեր համար օքեյ ենք, պրոբլեմ չունենք, խնդիր չունենք, բայց երբ որ Սուրբ Հոգու կրակը թեժանում է, մեր ներսի օձերը սկսում են շարժվել տաքությունից։ Բայց նրանք չեն շարժվել, որ մեզ սպանեն, նրանք շարժվել են, որպեսզի Աստված իրանց գցի կրակի մեջ Սուրբ Հոգու եւ մենք ազատագրվենք, դրանք վերանան մեր կյանքից։ Դու ինձ հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում։ Երբ որ Աստծո ներկայությունը իմ ու քո կյանքում ուժեղանա, մենք մեր ներսում հայտնաբերելու ենք բաներ, որ մենք էլ չգիտեինք, որ մենք դա ունենք, որտեղ իր հոգին է հանդիմանողը։ Ինքս ես որ գամ հանդիմանելու եմ, ես որ գամ բացահայտելու եմ, ես որ գամ ճշմարտություն եմ պատմելու ձեզ, ամեն։ Երբ որ իր հոգին ավելանում է մեր մեջ, սկսում է մեր ներսը մեզ բացահայտել, մենք սկսում ենք մեզ ճանաչել, մեկ Նելի հետ խոսում ենք, ասում մենք 32 տարվա բան ենք, ամուսնացած ենք, 4 երեխա ունենք, 4 թոռ ունենք, մեկ իրար հետ, դուք էլ ելնում ա, չէ՞ մարդու կնիկ մեկ վիճեք իրար հետ, թե չի լինում։ Մեկ որ իրար հետ խոսում ենք, բան վիճում ենք, մեկ մեզի ասում Տեր Աստված, ես այս բնավորությունն էլ ունեի։ Այսինքն դու անընդհատ բացահայտվում ես քո համար, հասկանում ես, դեմեք, ինչքան անկեղծ եմ ասում, որ քեզ էլ անկեղծացնեմ,
դու էլ ազատվես, դու ինքդ քո հետ այտենց անկեղծ լինելու համար։ Ամեն։ Եվ երկրորդ մարդը, որ սկսեց Հիսուսի հետ խոսել, ես կավարտեմ, մի 10-15 րոպեից կավարտեմ, խնդրում եմ ուշադրի լսես։ Եվ այս մարդը, առաջին մարդը, ինքը իրան էր խոսացել, Հիսուս իրան բան չէր ասել։ Երկրորդ մարդուն արդեն 59-60 խոսքերում։ Ասում է Հիսուս է այս մարդու հետ խոսած, Սարո եղբայր։ Այս մարդուն ասեց արի իմ հետևից։ Շարադրվածքն այնպես է, կարծես այս մարդը ներկա էր Հիսուսի ու առաջին մարդու զրույցին։ Ամեն։ Այս մարդը այսպես ասեց Հիսուսին։ Բան Հիսուսը որ ասեց արի իմ հետևից, այս մարդն ասեց ինձ պետք է այդամ բանը հորս թաղեմ նոր կգամ։ Հասկացաք ինչ եմ ասում։ Հիսուսը իրան հրավեր է անում, երկրորդ մարդուն։ Հիսուսը հրավեր է անում, այս մարդն ասում է պետք է պապայից թաղեմ նոր գամ։ Ինչ է կարծում, այս մարդու պապան հենց այդ պահին մահացած էր, Հիսուսն էլ այդքան կոռեկտ չէր, որ իրան ասեր բանը չեթաս պապայի թաղում, ինչ է։ Ինչ կար հրեական մշակույթում։ Մարդը պետք է իր պապային թաղեր եւ այս մարդը սպասում էր իր պապայից հետո իր կտակի ժառանգության ստանալու։ Բայց մենք այդ թեմայով չենք խոսալու։ Հասկանալի է։ Հիմա այս մարդը չգիտի իր պապան երբ է մահանալու։ Կարող է 10 տարի ապրել, 20, կարող է 5։ Ամեն։ Բայց այս մարդը տեսեք Հիսուսին հետևելը ինչքան է հետաձգում, որովհետեւ ինքը մի հատ իր համար ամենակարևոր բանը ունի, որ իրան խանգարում է Հիսուսին հետևորդ լինելու, պապայի թաղման կազմակերպելը եւ պապայից ժառանգություն ստանալը։ Դա է այդ մարդու համար Աստված։ Դա է դարել այս մարդու համար կյանքի նպատակ, կուրք, պաշտամունք, պապայի թաղումն ու պապայից ժառանգություն ստանալը։ Հիմա տեսեք ինչ է ասում։ Հայերեն շարադրվածն էսպես է, Սարո եղբայր, ես ցավոք սրտի անգլերենին չեմ տիրապետում։ Այս մարդը Հիսուսին ասում է առաջ գնամ իմ հորը թաղեմ։ Առաջ բառը նշանակում է որ քեզ հետևելուց առաջ ես մի հատ կարևոր բան ունեմ, դա պիտի անեմ նոր դառնամ քո հետևորդը։ Հիմա ես ու դու ինչ ունենք, ավելի առաջ դրած, քան Հիսուսին հետևելն է։ Հիսուսն ասում է թող այդ մեռելներին իրանք իրանց մեռելին թաղեն։ Ամեն ինչ է սա նշանակում, այսինքն, եթե ինձնից բացի դու քո կյանքում ունես առաջնային տեղում դրած մի բան, դա մեռած բան է, դա մեռել է։ Թող դու քո ձեռի մեջ մեռել ես բռնե, պապայի թաղումը, պապայից ժառանգություն ստանալը մեռած բան է, որ դու դրել ես առաջնային տեղում։ Ամեն ասեք հասկանալի է, ամեն։ Հիմա Հիսուսն ասում է, այլ լեզվով բացատրած, Հիսուսն ասում է, եթե դու չթողնես այդ մեռած բանը, մի օր դրանք են քեզ թաղելու։ Դրանք քեզ կսպանեն։ Ամեն։ Եկեք մեր ձեռքում բռնած այն բաները, որոնք Հիսուսից ավելի առաջնային են, դրանք մեռած բաներ են։ Աստծո հետ կապ ու հարաբերություն չունեցող բաներ են։ Եկեք թողնենք դրանք։ Ասենք ես թողնում եմ ամեն մեռած բան, թողնում եմ այն ամեն բաները, որ իմ համար ավելի կարևոր են, քան քեզ հետևելը Հիսուս, եւ ուզում եմ դառնալ քո հետևորդը, թե չէ դրանք իմ ձեռքի մեջ, իմ կյանքի, իմ սրտի, իմ մտքի մեջ մնալով մի օր իրանք են ինձ սպանելու։ Ամեն։ Եվ պապայի թաղում կազմակերպելը աշխարհային մեռած բան է, դա քոնը չի, դու կենթանի ես։ Թող էտի մեռելներին, մեռելներն էտի կանեն դու դրա հետ գործ ունես։ Դու գնա, ասում է ավետարան քարոզի։ Դու դարձիր իմ հետևորդը, ես սա եմ ուզում, ամեն, համաձայն ես իմ հետ, և 61 և 62 խոսքերում երորդ մարդն եմ մտնում, Սարո եղբայր, ավտոմատ մտնում է խոսակցության մեջ, այս մարդը, լսավ Հիսուսը, այս երկրորդ մարդու հետ ինչ էր խոսում, հասկացավ, որ այս մարդը տարիների բան է ասում, օրինակ հանդիպել եք մարդկանց, որ ես շատ եմ հանդիպել, որ ասում ես դու պետք է հետևես Տիրոջը, Սարո եղբայր, ասում է, հələ պետք է փսակվեմ, հələ պետք է կարիերա անեմ, պետք է համալսարանս վերջացնեմ, հələ տուն առնեմ, ավտո առնեմ, այս անեմ, այն անեմ, նոր կգամ եկեղեցի, նոր կլնեմ հավատացյալ։ Սա այս երկրորդ մարդու նման է, պապայից պիտի թաղեմ հələ, ես իմ պապան երբ է մեռնելու։ Հələ գործ ունեմ, ժառանգություն ստանամ, այս անեմ, այն անեմ, հետո նոր, ու տենում ենք, որ այս մարդիկ չհասցրեցին։ Հասկանում ես ինչ եմ ասում։
Որովհետև Հիսուսի հետ խոսացին, գիտեք, սրանք բոլորը Հիսուսին դիմել են Տեր բառով իրանց զրույցի մեջ։ Եվ Տեր բառը մեծատառ է գրած, եւ դա նշանակում է, որ սրանք բոլորը վերստին ծնված հավատացյալներ էին մեր նման։ Բայց չուզեցան Հիսուսին հետևորդ դառնալ, թողեցին Հիսուսին ու գնացին իրանց հարստության, իրանց կարիերայի, իրանց պապային թաղելու ու տարբեր բաների հետևից։ Հասկանում ես ինձ, չուզեցան հետևորդ լինեն։ Եվ երրորդ մարդը, որ խոսաց Հիսուսի հետ, սա էր, սիրելիներ։ Լսա, որ այս մարդը հələ դեռ 20 տարվա բան է խոսում, միջև պապան մեռնի, իր կարծիքի մեջ էս էր։ Ես ես մարդու նման չեմ Հիսուս։ Իմը մի րոպեի բան է, մի հատ վազեմ գնամ տուն, մի հատ պապային, մամային հաջող անեմ գա։ Կարդացեք, այդպես է գրած, Ղուկաս 9:61-62։ Ասեց, Տեր, իմը տենց չի էլի գնամ մի հատ տունը մնաս բարով ասեմ գամ։ Կարծում էր, որ Հիսուսը կհամաձայնվի դրա հետ։ Օ, այս մարդը 20 տարվա մասին է խոսում, իմը 5 րոպեի է, Հիսուսը կհամաձայնվի։ Բայց եկեք նայենք, այս մարդը նույնպես Հիսուսին դիմել է Սարո եղբայր, առաջ բառով։ Ասում է, առաջ գնամ իմ տանը մնաս բարով ասեմ, նոր գամ հետևեմ քեզի։ Այսինքն ինքը տանը հաջող է, մի հատ փոքր, եթե դու 5 րոպեյանոց մի բան էլ ավելի կարևոր ես համարում, քան Հիսուսին հետևելը, սա է Հիսուսի պատասխանը, ով որ ձեռքը դրել է մաճին ու հետ է նայում, հարմար չի Աստծո թագավորության համար։ Հիսուսն է ասել, ամեն։ Դուք գիտեք մաճը ինչ է։ Մի փոքր ես գյուղում եմ ապրում, գիտեմ ինչ է մաճը։ Մաճը է նա, որ կապում են, եզները գիտեք ինչ է, ես այն կովի տղա տեսակը։ Եզներին էդի կապում են իրանց, ժամանակին, որ այդ տրակտորին ինչ եք ասում Սարո եղբայր, տրակտոր բան, որ չի եղել տեխնիկա, եզներն են գյուղերում հողերը վարել։ Հիսուսենց ժամանակ Պողոսենց այդպես էր։ Հիմա մեկը սենց գութանա, երկաթի կտորա, սուր, ինքը մեկը կանգնում է հետևը սենց, այդ մաճի հետևը, գութանի, երկաթի, ինքը իրա ձեռքերը ուշադրին է իրինց։ Ձեռքերը սենց իրանը սենց ղեկի նման բան է, ոնց որ մոտո քշես։ Սենց ձեռքերը դնում այդ մաճի վրա եւ իրա ձեռքեր դնելը երկու կարևոր գործողություն է անում։ Առաջինը, որ այդ առուն որ հանեն ակոսը, Սարո եղբայր, որ այդ ակոսը ուղիղ գնա, ծուր չլինի եւ այդ ձեռք դնողը ինքը ուժով սեղմում է, որ ինչքան հնարավոր է այդ երկաթը խորը գնա, որ հողը ավելի լավ վարվի, բերքը ավելի առատ լինի։ Հասկացաք ինչ եմ ասում։ Հիմա այս մարդը Հիսուսին ասում է, եթե դու որոշել ես ինձ հետևես, դա քո իրավունքն է։ Դու ձեռքը դրել ես մաճին։ Եվ այս մարդը այնքան ուշադիր ու առաջ պիտի նայի սենց շատ զգոն, որպեսի ծուր չլինի եւ իր ուժը չպակասի դրա վրա։ Բայց եթե դու ձեռը դրել ես տե, այսինքն սա ճանապարհ է, որ դու վերցրել ես, բայց անընդհատ ֆռում քեզ հետևում ձգող բաներ ունես, սիրելի բաներ ունես դեռ, կապված բաներ ունես, անընդհատ ֆռում նայում ես, համ քո հավատացյալ կյանքի ակոսը, այդ խորությունը, դու խորը հոգևոր չես կարա լինես, համ էլ քո հոգևոր կյանքը ծուռում ուռա լինելու։ Մի օր հոգևոր ես լինելու, 3 օր ոչ հոգևոր։ 5 օր հասկանում ենք իրար, 3 օր հոգևոր ես լինելու, մի ամիս ոչ հոգևոր։ Հիմա Հիսուսն է ասում, մեզ է սովորեցնում, սիրելիներ, եթե մենք մեր անցյալում, մեր հետևում ավելի սիրելի ու կապող բաներ ունենք, ավելի առաջնային տեղում դրած բաներ ունենք, դա է պատճառը, որ մեր հոգևոր կյանքը խորը չի մեր կյանքի ակոսը առուն եւ մեր հետագիծը մեր հոգևորության, որ մենք թողնում ենք մեր ետևից, դա ուղիղ չի, ծուռ է, ստաբիլ չի, ուղիղ չի, կայուն չի, մենք անընդհատ Հիսուսին հետևորդ չենք, մի հատ փախնում ենք նորից հետ են գալի, մի հատ փախնում ենք նորից հետ են գալի, բայց սա Հիսուսն է ասել, հիմա ուզում ես լինես հարմար Աստծո թագավորության համար, քեզ ով է զորով դարձրել հավատացյալ, կա մեկը, որ ինձ ու քեզ ստիպել է, զորել է, որ մենք լինենք հավատացյալ։ Մենք մեր կամքով ենք չէ ընտրել, չէ Սարո եղբայր ջան։ Եթե մենք մեր կամքով ընտրել ենք հավատքը Հիսուսին, սա նշանակում է, որ մենք մեր հոժարությամբ ձեռքը դրել ենք մաճի վրա, համաձայնվել ենք Աստծո եկեղեցում, արքայության, դաշտում աշխատելու, էլ ինչի ենք կապված բաներ ունենալով անընդհատ ֆռում հետ նայում, Տեր Աստված, բա կնիկս, Տեր Աստված, բա
պապաս, Տեր Աստված, բա բիզնեսս, Տեր Աստված, բա մեբելս, Տեր Աստված, բա ավտոս եւ լիքը նման բաներ, որ մենք դրել ենք առաջին տեղում։ Հիսուսն ասում է, թե դու այդպիսի հավատացյալ ես ուզում լինես, դու իմ արքայությանը չես համապատասխանում, հարմար չես, դու չես կարա ծառայես իմ դաշտի մեջ։ Իրա դաշտի մեջ պետք են այնպիսի մարդիկ, ովքեր ամփոփում եմ, ում սիրտը աղվեսների ворջ չի եւ Հիսուսին գլուխ դնելու տեղ կա։ Ամեն։ Ում միտքը աշխարհային մտքերի պահեստ չի, կանգառ չի, Հիսուսի հայտնությունների համար տեղ կա։ Հիսուսին պետք են այնպիսի մարդիկ, ովքեր չեն հետաձգում նրան հետևելը, պապային, մամային, ժառանգությունը չեն դրել առաջի տեղում, հետո էդի ստանան նորգան Հիսուսին հետևեն եւ ոչ էլ տանը մնաս բարով ասեն, հետո նորգան Հիսուսին հետևեն։ Ուզում ես 20 տարով հետաձգիր Հիսուսին հետևելը, ուզում ես 5 րոպեով փորձիր հետաձգել, Հիսուսի պատասխանը նույնն է, դու չես համապատասխանում։ Հասկանում ենք իրար, դու պետքա վերցնես էդի ամեն բան թողած, էլ քո ետևին չնայես։ Հոբի, ներողություն, Ղովտի կինը դարձավ աղի արձան, որտեվ հետ նայեց, խնդիր ուներ, անցյալի հետ, սիրելի բաներ ուներ նախկին կյանքում եւ չէր կարում դրանից հրաժարվել։ Եվ մեկ բան աղվեսի մասին եւ կվերջացնեմ ես Սարո եղբայր։ Ով է հիշում են հատվածը, որ եկան Հիսուսին ասեցին Հերովդես ուզում է քեզ սպանի, Հիսուսն էլ ասեց գնացեք այդ աղվեսին ասեք այսօր վաղը եւ մյուս օրը կատարվելու եմ։ Այդպես է գրած, կրկնում եմ։ Եկան Հիսուսին ասին Հերովդեսն ուզում է քեզի սպանի։ Հիսուսն էլ ասեց գնացեք այդ աղվեսին ասեք, այսօր վաղը եւ մյուս օրը կատարվելու եմ։ Ինչ է սա նշանակում։ Ինչ աղվեսի մասին է խոսքը։ Հիսուսը մի քիչ հետո, այդ տեքստից մի քիչ հետո իրան համեմատում է Հավի հետ, Հիսուսը ինքը իրան համեմատում է թուղս գիտեք ինչ, այն որ նստում ճուտ է անում։ Իրան համեմատում է թուղս հավի հետ եւ Իսրայելի ժողովրդին ճտերի հետ։ Ասում է, ինչքան ուզեցի ձեզ հավաքեմ իմ թևերի տակ, չէ՞ Սարո եղբայր, ինչպես թուղս հավը, մայր հավը իր ճտերին հավաքում է իր թևերի տակ։ Հիմա ինչ կապ ունեն Հերովդես աղվեսն ու այս Հիսուսի թուղս ճուտը իրար հետ, որտեղ նույն կոնտեքստի մեջ ենք դա տենում ենք Աստվածաշնչում։ Հիմա Հերովդեսը սատանայի սիմվոլն է, աղվեսն է։ Հիմա մենք կարդում ենք Հիսուսը Հերովդեսին ասեց աղվես, մեզ թվում է Հիսուսը մեզ արտոնել է, իրավունք է տվել ուրիշներին աղվես բառով վիրավորելու։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Ուղղակի ինքը այլ լեզվով Հերովդեսին ասում է, դու որ սատանայի պես, խորամանկ աղվեսի պես պաղկվել ես, դարան ես մտել, որպեսի հարցակվես ին վրա, ուզում ես ինձ սպանես, որ իմ ծառայությունը կասեցնես, ստոպ տաս իմ ծառայությանը։ Դու չես կարող, այսօր վաղը մյուս օրը կատարվելու է։ Այսինքն ինչ է սա նշանակում։ Այսօրը այդ առաջ օրը իր խաչելության օրն է, որտեղ սատանան չէր ուզում դա, չէ՞։ Երկրորդ օրը նրա գերեզման դրվելու օրն է եւ երրորդ օրը նրա հարություն առնելու օրն է։ Կատարվեցավ ամեն բան։ Ամեն։ Հիմա սատանան ուզում է դու ծառայես քո կյանքում եւ Աստծո ասած խոստումները քո կյանքում իրականանան։ Ոչ, չի ուզում։ Հարցակվում է, ուզում է քեզ սպանել, ուզում է քեզ ստոպ տալ, ուզում է քեզ վնասել։ Այո, ուզում է, բայց մենք կարանք Հիսուսի անունից ու իր իշխանությամբ ասենք. Հերովդես, սատանա, աղվես, հասկանում ենք իրար։ Չես կարող այն տեսիլքին, կոչմանը, ծառայությանը, խոստումներին ստոպ տալ, որ Աստված իմ կյանքի վրա խոսացել է։ Դրանք իմ կյանքում ամբողջությամբ կատարվելու են։ Հիմա նայեք, սատանան ուզում է քեզ վնասի, ուզում է։ Բայց ինչի չի կարողանում, որտեվ Աստված թույլ չի տալիս։ Պահում է ինձ ու քեզ, ամեն։ Մեր կյանքի վրա Աստծո բոլոր խոսացածները կատարվելու են, սիրելիներ։ Եկեք հավատարիմ մնանք Տիրոջը։ Եկեք հետևորդ դառնանք։ Աղվեսը հավ շատ է սիրում, չէ՞։ Չէ, պատմությունն էլ այդպես, չէ։ Աղվեսի սիրած կերակուրը հավն է։ Դրա համար Հիսուսը իրան համեմատեց թուղս հավի հետ, Հերովդեսին աղվեսի հետ։ Այսինքն դու դարան ես մտել, ուզում ես հարցակվես, որ ես իմ ճտերին չկարենամ հավաքեմ։ Բայց դու չես կարող, ես Աստծո գործը իմ կյանքում միջև վերջ կատարելու եմ։ Դու ինչ չես կարա ստոպ տաս։ Մի հատ կանգնիր ոտքի ու այս բառերը իրար հետ ասենք։ Ասա սատանա, դու ինչ չես կարա ստոպ տաս։
Աստծո բոլոր խոսքերը իմ կյանքում կատարվելու են։ Աստծո բոլոր խոստումները իմ կյանքում կատարվելու են։ Տեսիլքները իմ կյանքում կատարվելու են։ Ես իմ կոչման մեջ միջև վերջ գնալու եմ։ Չես կարալու ինձ ստոպ տաս։ Ամեն։ Եկեք